Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը համոզված է, նույնիսկ այսօրվա ծանր պայմաններում Հայաստանում հնարավոր է հասնել իրական ու շոշափելի արդյունքների։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։ Անհրաժեշտ է, որ հունիսի 7-ը դառնա պատմական օր հայ ժողովրդի համար։ Մենք պետք է ապացուցենք ամենակարևորը։ Միայն մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր ապագան։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, երկրի արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի սեփական ժողովրդի, այլ ոչ թե օտար երկրների շահերին։ Ինձ եւ իմ թիմին ժամանակին բաժին ընկավ երկիրը բարձրացնել 90-ականների ավերակներից, եւ մենք կարողացանք հաղթահարել այդ խնդիրը։ Այսօր մեր առջև կանգնած է եւս մեկ պատմական առաքելություն։ Հայաստանը դուրս բերել ներքին եւ արտաքին քաոսից։ Հայաստան դաշինքի առաջնորդի ձևակերպմամբ Հայաստանը չի խաղալու գերտերությունների հակասությունների վրա։ Մեր երկիրն ըստ Քոչարյանի կարող է բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ եւ միևնույն ժամանակ զարգացած հարաբերություններ մշակել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել բոլորի հետ, ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը, փոխադարձ շահերի հարգման հիման վրա։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։ Պետական մեքենան ըստ Քոչարյանի պետք է աշխատի ժամացույցի ճշգրտությամբ, որպեսզի ապահովի երկրի զարգացման հզոր թռիչքը։ Հենց այդ պատճառով էլ Հայաստան դաշինքը հայցում է քաղաքացիների քվեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։